5-րդ ալիքի ուղիղ եթերում օրագիրն է, բարև ձեզ։ Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան հեծանվային զբոսանք է ունեցել։ Այնուամենայնիվ Մոսկվայում վարչապետին դիմավորել են պաստառներով ու վանկարկումներով ազատ արձակելու ազատազրկված հոգևորականներին ու դադարեցնելու եկեղեցու դեմ ճնշումները։ Հիշեցնենք նաև, որ Փաշինյանը չի մոռացել շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Առաջարկում եմ ծանոթանալ նորություններին, որից հետո կներկայացնեմ մեր հյուրին։ Ժողովուրդը տեղեկություններ էր ստացել, որ օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Սոտքի հանքում ադրբեջանական եւ հայկական կողմերը սահմանազատման աշխատանքներ են իրականացրել։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից թերթին տեղեկացրել էին, որ Սոտքի հանքավայրի սահմանային հատվածում կատարվել են համատեղ տեղազնման աշխատանքներ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների կողմից։ Գրիգորյանի գրասենյակը հերքել է թերթի տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանցի եւ հայ զինվորականները քարտեզով հանքի տարածքում են արդեն մի քանի օր։ Հրապարակը գրում է. դեկտեմբերի 10-ից 12-ը ծրագրված եպիսկոպոսատ ժողովը չեղարկվեց, բայց պարզ չեղավ, թե որն է անորոշ ժամկետով հետաձգելու պատճառը։ Իշխանական շրջանակներն ուրախացան, թե կաթողիկոսը ժողովում չունի մեծամասնություն, դրա համար զատնի դրեց։ Թերթին պատմել են, որ ժողովը հետաձգվել է ԱԱԾ-ի վայրագ ճնշումների արդյունքում։ Վեհափառին փոխանցել են. եթե ժողովը կայանա եւ 10 եպիսկոպոսների վերաբերյալ որոշումներ կայացվեն, դրան կհետևեն իրենց համար անցանկալի զարգացումներ։ Անգամ հոգեվորականների անուն են նշել, որոնց կձերբակալեն։ Հասկացրել են, այնպես կանեն, որ ժողովը չկայանա, կփակեն դրսից եկող հոգեվորականների մուտքը կամ կարգելեն վերադառնալ իրենց թեմեր։ Վեհափառը չի ցանկացել սրել իրավիճակը։ Այս մասին տեղյակ են նաև 10 դիրադավները, որոնք մի կեղծ հայտարարություն տարածեցին, թե ափսոսում են հետաձգվելու առիթով, քանի որ ժողովին ուղղված ասելիք ունեին, պատրաստվում էին իբրև թե իրենց տեսակետն արտահայտել։ Ժողովուրդը գրում է. նախորդին դեկտեմբերի 11-ին Արցախի ներկայացուցչության շենքում իրականացված խուզարկությունից հետո Արմլուրի աղբյուրները փոխանցել են, որ հնարավոր է մինչև տարեվերջ փակեն կամ վերջնականապես խլեն շենքը Արցախի իշխանություններից։ Արցախի պաշտոնյաներից որևէ մեկը չի մեկնաբանել այս տեղեկությունները, բայց եւ այնպես չեն բացառել, որ խուզարկությունից հետո հնարավոր է նաեւ փակեն շենքը։ Կլինի մինչև տարեվերջ թե տարեսկզբին իրենց է միայն հայտնի, բայց այնուամենայնիվ տհաճ անակնկալներ Արցախի իշխանությունները սպասում են։ Արցախի պաշտոնյաները նաև չեն բացառում, որ կլինեն ձերբակալություններ։ Նրանք էլ են գիտակցում, որ առաջին թիրախը Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանն է։ Հրապարակը գրում է. պոլիտիկ կայքի խմբագիր Բորիս Մուրազին հաղորդում է ներկայացրել դատախազություն հանցագործության մասին։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի Armtimes.com YouTube-յան ալիքին տված հարցազրույցում արած հայտարարությունների հիման վրա։ Բորիս Մուրազին համոզված է, որ Ստեփանյանի խոսքում հիշատակված են պաշտոնատար անձանց կողմից իրականացված ինչ-ինչ գործողություններ, որոնք առերևույթ պարունակում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետի եւ 441-րդ հոդվածի առաջին մասով արգելված արարքների հատկանիշներ։ Խոսքը վերաբերում է եկեղեցու եւ մասնավորապես կաթողիկոսի ու մյուս հոգեվորականների դեմ ձեռնարկված քայլերին։ Դուք դիտում եք օրագիրը, այսօրվա իմ հյուրն է միջազգային անվտանգության հարցերով մասնագետ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանը։ Պարոն Մանվելյան, շնորհակալություն մեզ միանալու համար։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Պարոն Մանվելյան, Պոլիտիկ AM-ի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին հաղորդում է ներկայացրել դատախազություն, այն հիմնականում վերաբերում է առանց համապատասխան լիազորությունների առկայության ազգային անվտանգության մարմինների ներկայացուցիչների կողմից կատարված գործողություններին, որոնք խաթարել են ազգային անվտանգության մարմինների բնականon եւ օրինական գործունեությունը հանգեցնելով առերևույթ հանցանքի, խոսքը վեհափառի եւ հոգեվորականների դեմ այդ ուժային կամ իրավապահ մարմինների միջոցով կատարվող գործողություններն են, որոնց դիմում է այս իշխանությունը։ Ինչ է կարծում, նմանատիպ հաղորդումները շատ ավելին չպետք է լինեն, կարող է այդպես ընդդիմությունը կամ հայ առաքելական եկեղեցուն աջակցող ուժերը, շրջանակները ճնշում գործադրել իշխանությունների վրա։ Իրականության մեջ նմանատիպ հաղորդումներ կապված այդ հանցագործությունների դեմ, որ կատարում է Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ կան, բառացիորեն 2 շաբաթ առաջ, եթե չեմ սխալվում, ՀԱԿ-ը եւ մի շարք այլ հասարակական կազմակերպություններ էին կազմակերպել։ Ես քանի որ ինքս նաև ներկայացում Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը, մոտապես 1 ամիս առաջ մենք նույնպես նմանատիպ դատախազություն հաղորդում էինք ներկայացրել։
Ցավոք սրտի դրանք որպես կանոն նույնիսկ չեն հասնում քննական փուլի, այսինքն մերժվում են, բայց դրանք շատ կարևոր են ինչ առումով, որտեղ մենք ամեն անգամ ֆիքսում ենք այն հանցագործությունները, որոնք կատարվում են ընդդեմ եկեղեցու եւ այն հանցագործությունները, որոնք կատարվում են ընդդեմ հայ ժողովրդի։ Այստեղ կարևոր է նաև այն, որ հենց կատարող կողմն է, այո, հիշատակվում ու կարծես թե պատասխանատվության կանչվում։ Հա, դա շատ կարևոր է, նորից եմ գրում, անկախ նրանից թե դա ինչ ճակատագիր ունենա, նման գործառույթները պետք է շարունակական լինեն։ Այստեղ այլ բան կա, որ ազգային անվտանգության ծառայությունը ցավոք սրտի վերածվել է գաղտնի ոստիկանության եւ ինքը կատարում են բռնաճնշումներ թե եկեղեցու նկատմամբ Հայաստանի ծառայական սուրբ եկեղեցու նկատմամբ թե ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ ընդհանրապես ընդդիմադիր հասարակական գործիչների նկատմամբ, որոնց նկատմամբ պարբերաբար տարբեր բռնաճնշումներ են իրականացում, հետապնդումներ, բոլորն էլ վստահ են, որ իրանց հեռախոսները գաղտնալսվում են, ու ես համոզված եմ դրանց մեծ մասը անօրինական են, այսինքն նույնիսկ չկան դատանի որոշումներ այդ գաղտնալսում։ Այդ մասին մամուլն էլ է գրել դե։ Այսինքն այս բռնաճնշումների ֆոնին իհարկե նման դիմումները, ասենք թե պահանջելու որպեսզի քրեական գործեր հարուցվեն, նույնիսկ եմ կրկնում, անկախ իրենց վերջնական ճակատագրից, շատ կարևոր են եւ դա ողջունելի է մեին։ Այսինքն ԱՀԾ-ն ոչ թե ազգային պետական շահն է պաշտպանում տվյալ դեպքում, այլ առանձին անհատի Հա, ցավոք սրտի Հայաստանը հատկապես վերջին տարիներին վերածվել է մեկ քաղաքական կլանի, ասենք ասենք, սպասարկող մարմին, այսինքն ինքը այլևս հայկական չի, այսինքն առավելևս ազգային չի, առավելևս անվտանգային չի, այսինքն ինքը այդ իր գործառույթները չի էլ իրականացնում, բայց ինքը սպասարկում է գործող քաղաքական ռեժիմին եւ նրա շահերը։ Հաղորդման սկզբում ասացի, որ աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Նիկոլ Փաշինյանը հասցրել է շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիևին։ Նա շնորհակալություն է հայտնել այդ տրանզիտ ճանապարհը իր բնորոշման բացելու համար, որ կարողանում են Ադրբեջանի տարածքով ինչ-ինչ ապրանքներ, օրինակ հացահատիկ հասցնել Հայաստան, նաև հայտնի է դարձել, որ Վրաստանի միջոցով Հայաստանը բերվելու նավթ Ադրբեջանից, ադրբեջանական նավթ։ Այս զարգացումները ինչի մասին են, պարոն Մանվելյան, կոմունիկացիաների ապաշրջափակում։ Չէ, բացարձակ կոմունիկացիաների ապաշրջափակում չկա, դա կեղծիք եւ սուտ է, հստակ կերպով կարող եմ ասել, որտեղ շրջափակում կլներ, եթե ուղիղ Հայաստան մտներ, այլ ոչ թե Վրաստանով գար։ Եթե ապրանքը գալիս է Վրաստանով, ապա դրա իմաստը չկա, որտեղ մենք նույն այդ ապրանքը կարող ենք բերել Փոթին ավանգստով, Լարսով վերջապես եւ այլն եւ այլն։ Այսինքն սա ոչ թե ապաշրջափակման մասին է խոսում, այլ սա որոշակի PR ակցիաներ են մեկ անգամյա։ Նույնիսկ մեկ հացահատիկ էր գալի, վերջին պարզվեց, որ դա անաստանակեր է ու նմանատիպ, ասենք որով պատրաստվում են հաց մատակարարել Հայաստանի բնակչությանը։ Չգիտեմ ում են պատրաստում, բայց ամեն դեպքում նույնն էլ էս նավթի պատմությունը։ Սա նայեք, երկու բանի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը դարձնել։ Առաջինը ցանկացած մեկը որ ֆինանսավորում է Ադրբեջանի նավթային սեկտորը, իսկ Ադրբեջանից նավթ գնելը դա է նշանակում։ Սա նշանակում է նա ֆինանսավորում է Ադրբեջանի ռազմական բյուջեն, որտեղ Ադրբեջանի ռազմական բյուջեն ձևավորում է հենց նավթի վաճառքից։ Բայց խնդիրը ո՞րն է, պարոն Մանվելյան, խաղաղությունը հաստատված է, այդ մասին սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը կարող է ցանկացած հայտարարություն անել, բայց երբ որ մենք նայում ենք Ադրբեջանին, տեսնում ենք լրիվ հակառակ պատկերը։ Առաջինը, որ ինքը զինվում է, այնտեղ շարունակական գնում է ռազմական զորավարժությունը, չի ընդհատվել ընդհանրապես այս շրջանում եւ ոչ մի ռազմական զորավարժություն։ Ադրբեջանը իր բյուջեն հաջորդ տարվա էլ ավելի ավելացնում, որ Հայաստանը կրճատել է, այո, խոսքը միայն ռազմական բյուջեի մասն է։ Իսկ այս վերջին հայտարարությունը, որ Ադրբեջանից նավթ է գալու, նշանակում է նաեւ մենք ենք սկսում այդ ռազմական բյուջեն ֆինանսավորել, կարևոր չի ինչ չափով, փոքր է, մեծ է, բայց փաստը մնում է փաստ։ Հայաստանը գնելով նավթ Ադրբեջանից սկսում է ֆինանսավորել Ադրբեջանի ռազմական բյուջեն, որով վաղը միսօրը կրակելու են հայ մարդու եւ սահմանամերձ բնակավայրերի վրա։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ կրակոցներ ուղղակի չի ասում, այլ իր խոսքից այդ եզրահանգմանն են գալիս, որ կրակոցներ կլինեն մի դեպքում, եթե ինքը չլինի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Նայեք, գաղտնիք չէ, որ Ադրբեջանը եւ Թուրքիան ձեռը տալիս, որպեսզի այս հանձը եւ նրա քաղաքական կլանը մնա իշխանության։ Դրա մասին ենք բացահայտ են ասում։ Չնայած նաեւ իր նկատմամբ նաեւ բավական արհամարական վերաբերմունք կա, որ նույնպես չեն թաքցնում։ Բայց նաեւ ասում են ձեռնատու, որտեղ այս մարդը առանց մեկ կրակոցի զիջումներ անում, ինչու կրակենք, եթե
զիջում է ճանապարհներ, զիջում է այսպես կոչված կեղծ անկլավներ, զիջում է այն ամեն ինչ որ պահանջում են։ Արդեն այսօր օրինակ թուրքական լրատվամիջոցներում սկսել են խոսել նաև այսպես կոչված Կարսի պայմանագրի վերանայման մասին, որով Հայաստանից նորանոր տարածքներ են ցանկանում պահանջել։ Այսինքն այս մարդ ամեն տեսակի զիջումների գնում է, նայեք, եթե Ասաչյանի օրինակ համար Տավուշի մարզում տրվեն այդ այսպես կոչված անկլավները, ապա Հայաստանի մուտքը դեպի Վրաստան այդ ճանապարհով փակվում է եւ Այսինքն շրջափակման մեջ ենք հայտնվում։ Այո, եւ հյուսիսից եւ հարավից նաեւ եթե Տիգրանաշենն է զիջում եւ Ասաչյանի եթե թրիպի ճանապարհն է սկսում գործել, այսինքն Հայաստանը վերածվում է մի հատ փոքր անկլավի, փակված հյուսիսից էլ հարավից է։ Ու այս գործընթացը երբեք կանգ չի առնելու։ Չկա խաղաղության գործընթաց, դա կեղծիք է, որովհետև խաղաղություն թղթի վրա ստորագրմամբ չի հայտարարում։ Խաղաղությունը, ասենք թե ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանում իշխանության մնա ոմն անց, այդ նշանակում է այդ անձը չի սպասարկում Հայաստանի շահերը, այլ սպասարկում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը։ Սա հստակ նշան է եւ դա է նշանակում։ Պարոն Մանվելյան, դուք ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է Թուրքիա-Ադրբեջանի շահերը, բայց իրենք էլ եւ իր իշխանական թիմը ասում են դիմությունն է սպասարկում այլ երկրի շահեր, մասնավորապես հյուսիսից, որևէ պետության շահեր, հասկանում եք ում նկատի ունի։ Նաեւ Եվրամիությունից են 15 թե 12 միլիոն եվրո ստացել, որպեսզի այդ ռուսական հիբրիդային դեմ պատերազմներին հակադարձեն, կարողանան պահպանել իրենց ինքնիշխանությունը։ Նայեք, ցավոք սրտի այն աշխարհական իրավիճակը որ ստեղծել է, մասնապես Եվրոպա-Ռուսաստան պատերազմը, որ փաստացի գնում է Ուկրաինայում, սա նաև ազդում է մեր վրա։ Եվ Եվրամիությունը փորձում է օգտագործել գործող քաղաքական ռեժիմը իր հակառուսական քաղաքականության մեջ։ Եվ սրանք փորձում են դրանից օգտվել միաժամանակ երկու աթոռի վրա նստելու իրենց քաղաքականությամբ, ապշուտ այդ քաղաքականության բացակայությամբ։ Եվ փորձում են եւ ռուսների հետ ինչ որ առումով լեզու գտնել, չնայած սա էլ նկատենք, որ Ռուսաստանից մեր տնտեսական կախվածությունը հենց սրանց օրոք կրկնակի ավելացել է։ Այսինքն Հայաստանը շատ ավելի կախյալ է հիմա Ռուսաստանից, հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության։ Այո, տնտեսական առումով մենք շատ ավելի մեծ կախվածության մեջ ենք, մեկ անվտանգության առումով մենք, ասենց ասեմ, վակուումի մեջ ենք գտնում նորից սրանց թեթև ձեռքով եւ դրա համար են անդադարձանք վազում Բաքվից Անկարա, Անկարայից Բաքու։ Իսկ Եվրամիությունը ընդհանրապես փորձում է Հայաստանը դարձնել մի նոր ճակատ հակառուսական իր այդ քաղաքականության մեջ։ Այսինքն մտնել, հա, դարձնել Հայաստանը երկրորդ Ուկրաինա։ Այսինքն մտնել այս պատերազմի մեջ արևմուտք, հատկապես Եվրամիություն, Ռուսաստան ոչ մի կերպ չէր կարելի։ Ուղղակի չէր կարելի, ոչ մի կողմից, ոչ էլ մյուս կողմից, բայց սրանք հաջող կերպով Հայաստանը տանում են այդ ուղղությամբ եւ դա համար Եվրամիությունը փող է տալիս հակառուսական այդ այսպես կոչված հիբրիդային պատերազմի իրականացման դեմ Ռուսաստանի եւ այլն, սա շատ վտանգավոր քաղաքական ուղղություն է եւ միայն եւ այստեղ չկա Հայաստանի շահ, սա էլ նկատենք էլի։ Ինչու՞ չկա 500 միլիոն եվրո է Եվրամիությունը ներդնելու հայկական էներգակիր համակարգը միացնելու համար Վրաստանի ու Թուրքիայի էներգակիր համակարգը։ Նկատենք, որ սա էլ հայկական շահ չէ, երբ որ դու կախվածության մեջ ես հայտնում Թուրքիայից, որը պիտի քեզ սկսի էլեկտրաէներգիա մատակարարել, որովհետեւ գաղտնիք էլ չէ, որ իրանք նպատակ են դրել եւ ատոմակայանի փակում, այսինքն ինչը կվերի Հայաստանի ուղակի էներգետիկ անվտանգության համակարգի թույլատման եւ հիմա էլ այսպես կոչված էս կեղծ PR-ները, որ իբրև նավթ կամ նավթամթերք են բերում Ադրբեջանից, սա նույնպես այսինքն մի կողմից մենք հայտնվել ենք կախվածության մեջ Ադրբեջանից իբր թե գազ ու նավթամթերք ներմուծելով, մյուս կողմից էլեկտրաէներգիան բերում ենք Թուրքիա։ Եվ սա ոչ թե ինքնիշխանության տանող, այլ սա ընդհակառակն սեփական ինքնիշխանության վերջին մնացորդները ոչնչացման գնացող ուղղություն է։ Պարոն Մանվելյան, ատոմակայանի մասով էլ Նիկոլ Փաշինյանը կարծես թե գտել է լուծումը, Համբուրգում նա հայտարարեց, որ մեր արևային կայանների արտադրած էներգիան 3 անգամ ավելի է, քան ատոմակայանի արտադրած էներգիան։ Նայեք, Եվրամիությունը ի տարբերություն Հայաստանի իշխանության մանկամտության այդ էտապը անցել են, իրանք են ժամանակին լրջագույնս համոզված, որ արևային եւ քամու էներգիայով կարող են անկախ էներգետիկ համակարգ ստեղծել։ Բայց իրանց մոդելը արդեն շատ մեծ հիասթափություն է, որովհետեւ հասկանում են, որ դա անհնար է։ Անհնար է մի քանի պատճառներով։ Նախ արևային եւ քամու էներգիան ստաբիլ կայուն էներգետիկ համակարգ չի ստեղծում։ Դրա ապացույցն է բառացել մի քանի ամիս առաջ Իսպանիայում տեղի ունեցած blackout-ը, որի արդյունքում 3 օր ամբողջ Իսպանիան էլեկտրաէներգիա չուներ ընդհանրապես։ Քանի որ ամբողջովին հիմնված էին արևային էներգիայի վրա, իրենք որոշել են 100%-ով անցնել արևային էներգիայի,
եւ մինչեւ իրենց ատոմակայանները վերաթողարկեցին, մոտավորապես 3 օր ժամանակ պահանջվեց։ Ինչը ցույց տվեց այդ համակարգի խոցելիությունը, սա մեկ, երկրորդը իրանք նաև հասկանում են, երբ որ դու անցնում ես այսպես կոչված արևային կամ քամու էներգիան, լրջակուն կախվածության մեջ ես հայտնվում Չինաստանից, որտեղ ամբողջ այդ ապրանքը ներմուծում ես Չինաստանից։ Չինաստանն այսօր մոնոպոլիստ է ամբողջ աշխարհում, իսկ օրինակի համար պանելները, որոնք պետք է բերես Չինաստանից, իրանք անընդհատ ներմուծման կարիք ունեն, որտեղ իրանք շատ արագ փչանում են, շարքից դուրս են գալի եւ դու ստիպված ու իրանք էլ իդեպսայել նշեմ, բավական տոքսիկ եւ վտանգավոր նյութերից պատրաստված ապրանքներ են, որոնք ուտիլիզացնելն էլ է հաջորդ խնդիրը, որը կանգնելու է Հայաստանի առաջ, որը մեծ քանակությամբ Չինաստանից այդ պանելները։ Վնասվելն է շատ հեշտ։ Հա, դրանք շատ արագ վնասվում են եւ անդադար պետք է դրանք փոխել։ Ինչը շատ թանկ հաճույք է։ Դա էլ չմոռանանք։ Բացի դրանից, ու դու հայտում ես Չինաստանից կախման մեջ, այսինքն մի կախվածությունը փոխարինում ես մեկ այլ կախվածության, բայց եթե մի դեպքում դու ունես կայուն էլեկտրաէներգիա ստանալու հնարավորություն, նույն գազի միջոցով, ջերմակայանների, նույն ատոմակայանների միջոցով, ապա այս դեպքում դու կորցնում ես կայունությունը մեկ, ինքնիշխանություն է, իրենց բառվասենք։ Սենց իրենց ինքնիշխանությունից բան չի մնացել։ Սա էլ նշենք, որ իրենց ինքնիշխանությունը սեփական իշխանությունը պահելու տրամաբանության մեջ է։ Այլ բան իրենց այսպես կոչված կեղծ ինքնիշխանության մեջ չկա։ Եվ որ իրանք հրաժարվում են Արադ սարից, մեր ինքնությունից են հրաժարվում, փորձում են եկեղեցու դեմ պատերազմ մղել, սա ինքնիշխանության նշան չի։ Մանավանդ գաղտնիքներն չի ասենք, նույն եկեղեցու մասին խոսեցինք, այս պատերազմի պահանջը եկել է Բաքվից, որտեղ նստած Վոմն Փաշազադը հայտարարել է, որ Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցին տարածաշրջանի համար վտանգ է ներկայացնում։ Այսինքն այն մարդիկ, ովքեր աջակցում են Նիկոլ Փաշինյանին եկեղեցու դեմ պատերազմում, փաստացի սպասարկում են Փաշազադեի եւ Ալիևի շահը։ Հա, միանշանակ իրենց շահերն են սպասարկում եւ այսպես կոչված 10 տիրադավ եպիսկոպոս կոչվածները նույնպես Թուրք-Ադրբեջանը շահերի սպասարկման ուղու մեջ են ու պետք չէ այնտեղ կեղծ խոսքեր տանել իբր թե իրան կաթողիկոսից գոհ չեն եւ այլն։ Սա ընդհանրապես առիթ է, ոչ թե պատճառ։ Իրական պատճառը իհարկե դա Բաքվի հստակ պահանջն է, որ գործող քաղաքական ռեժիմը մինչև հաջորդ ընտրություններ պետք է եկեղեցին պարակտի եւ ոչնչացնի Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցու մասին։ Այդ պլանն է դրված։ Պլանը հստակ կերպով դրած է եւ իրանք քայլ առ քայլ այդ ուղղությամբ փորձում են առաջ գնալ։ Պարոն Մանվելյան, առաջարկում եմ ընդմիջել մեր զրույցը եւ ծանոթանալ մամուլի նորություններին։ Հրապարակը գրում է. դեկտեմբերի 10-ին Արցախի ներկայացուցչությունում հրավիրված լսումների ժամանակ Արցախի Հանրապետության ԱԺ Աշոտ Դանիելյանը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը փակված չէ եւ կոչ է արել շարունակել պայքարը Արցախի ինքնորոշման եւ արցախցիների վերադարձի համար։ Դրանից բառացիորեն մի քանի ժամ հետո Համբուրգում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղյան հարցը փակված է։ Վերադարձի թեման խիստ վտանգավոր եւ առաջարկեց Ադրբեջանին փակել իրար հետ կապ չունեցող երկու հարց՝ Արցախ վերադարձի եւ Արևմտյան Ադրբեջան ադրբեջանցիների վերադարձի թեմաները։ Սա թերևս նրան քիչ թվաց եւ երեք դեռ Հայաստան չվերադարձած հրահանգեց ուժայիններին մտնել Արցախի ներկայացուցչություն խուզարկել։ Մի քանի ժամ տևած քննչական գործողությունների ընթացքում ԿԿ-ն հրաժարվում էր ասել, թե ինչ գործի շրջանակներում են խուզարկում, թեև ակնհայտ է, որ փորձում էին բռնել արցախցիների վախը, որ չխոսեն Արցախի եւ Տունդարցի մասին։ Թերթը տեղեկացել է, որ քննիչները ձեռնունայն են դուրս եկել ներկայացուցչությունից։ Իրավունքը գրում է. Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ Սրբազանը շարունակում է գրավորական կեցվածք ընդունել։ Ոչ տեսել եմ, ոչ լսել եմ դրամաբանությամբ։ Թե ինչու նա այդպես էլ չի կարողանում հստակ կարծիք հայտնել։ Սրբազանին մոտ կանգնած աղբյուրները ասել են. կոմպրոմատների պատերազմում Սրբազանն էլ անմասն չի մնացել, բայց ասել է, որ չի ենթարկվել որևէ ճնշման։ Չի կարող կաթողիկոսի արածը ջուրը լցնել։ Որդու պես է վերաբերվել վեհափառը, ախր ես ոնց ուրանամ, նեղ սրտած ասել է Նարեկ Սրբազանը։ Իրավունքը գրում է. Պարզվում է ԿՊ նախընտրական ցուցակը լի է կինդեր սյուրպրիզներով հենց ԿՊ-ականների համար։ Բանն այն է, որ Փաշինյանը որոշել է ԿՊ վերադարձնել ժամանակին աղմուկով հեռացած մի շարք նախկին համախոհների, որոնցից շատերը թեև կուսակցական չեն եղել, բայց հլու հնազանդ ընդունել են ԿՊ-ն։ Այսպես ասած կրոնը ավելին իշխանական շարքերից դուրս շպրտվելուց հետո էլ սուսուփուս են մնացել։ Ահա այս օրերին նրանց հետ ուղիղ բանակցում է կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, խոստանալով յուղոտ պաշտոններ նոր կառավարություն։
Դուք դիտում եք օրագիրը։ Պարոն Մանվելյան, տեսնում եք թերթերն էլ այն գրում, որ Նիկոլ Փաշինյանը առաջարկ է Ալիևին ուղված, թող ադրբեջանցիները չգան Հայաստան, արցախցիներն էլ չեն վերադառնա Արցախ։ Դա անընդունելի ենք համարում, սրանով փակենք այս էջը, հա։ Նիկոլ Փաշինյանի առաջարկն է Ալիևին։ Նախ ինչ անհամապատասխանություն կա այս առաջարկում, հաշվի առնելով, որ այդ ինչ որ միֆական ադրբեջանցիներ են պատրաստվում վերադառնալ Հայաստան եւ հավասարությունն վրա դնելով ցեղասպանության զոհերի արցախցիների ու ինչ որ միֆական ադրբեջանցիների Հայաստանում բնակվեցման հարցը։ Նայեք, նախ սկսենք դրանից, որ սա իսկապես բավական միֆական պատմություն է, բայց շատ կարող է վտանգավոր լինել։ Շատ վտանգավոր նախադեպ է ստեղծում, երբ որ Ադրբեջանը կեղծ ինչ որ թեզ է առաջ տանում, հանձինս այսպես կոչված արևմտյան Ադրբեջանը, որը ամբողջովին հորինված եւ կեղծ է։ Բայց միջազգային հանրությունում ակտիվ PR ակցիաներ են իրականացնում։ Դե PR ակցիաներ են ցանկացած բնակավարում կարան անեն, բայց եկեք չմոռանանք էլի, երբ որ Արցախը կար կանգուն էր, արցախցիներն Արցախում էին, ոչ մի արևմտյան Ադրբեջան չկար։ Հենց որ սրանք հրաժարվեցին Արցախից, հայտնվեց նաև եւ տեղ ունեցավ Արցախի էթնիկ զտումն ու ցեղասպանությունը, հայտնվեց նաև արևմտյան Ադրբեջանի գաղափարը։ Ու եթե դու ինչ որ կեղծ գաղափար ես առաջ տանում, սա կարողանում ես փոխանակել իրական խնդրի հետ, իսկ արցախցիների Արցախ վերադառնալու հարցը սա իրական խնդիր է։ Նաև պաշտպանված միջազգային դատարանների կողմից այլ նկատենք եւ պաշտպանված միջազգային մի շարք ատյաններն ու Եվրամիության, Եվրոպարլամենտի եւ տարբեր այլ ալյանների կողմից։ Այսինքն որ դու այս միֆը փոխարինում ես իրական 12000 քառակուսի կիլոմետր տարածքի հետ, սա շատ լավ առիթ է ստեղծում Ադրբեջանը շարունակել այս միֆերը ստեղծել։ Կարող է վաղներ մեկ այլ միֆ ստեղծել։ Պարոն Մանվելյան։ Դե այսօրվա իշխանությունների պայմաններում այսպես կոչված այսօրվա այս վարչախմբի պայմաններում ցանկացածները իհարկե կարող է փորձել նորմալ պետության ղեկավար շարունակել է։ Եթե քեզ առանց մեկ կրակոցի տարածքներ են զիջում, այսպես կոչված կեղծ սահմանազատում են անում, որով ել ավելի մեծ տարածքներ են զիջում ոչինչի դիմաց, եւ քո բոլոր պահանջները կատարում են, ասենք թե իսկ Իրան Ադրբեջանը չի պատրաստվում իր պահանջներից եւ ոչ մեկից հրաժարվել մեկ, երկրորդը ես համոզված եմ, եթե ասված չանի Գարնանը վերարտադրվի այսօրվա իշխանությունը, այդ պահանջները ել ավելի մեծ են լինելու, քանի որ ինքը կարա հայտարարի, որ սա իր շնորհքն է, որ դուք մնացիք եւս մի 5 տարով իշխանության։ Ինչի համար է շնորհակալություն հայտնում Փաշինյանը Ալիևին, ԵԱՏՄ-ի նորից, որտեղ Ալիևը փորձում է օգնել իր վերարտադրության համար։ Պետք է այս մասով բոլորը հասկանան հստակ։ Եթե Ասվածչյանը մնան իշխանության, ապա դրա ամբողջ շնորհքը Ալիևը նորից վերցնելու իր վրա, ասել է որ դա իմ շնորհիվ է։ Եվ պետք է շնորհակալություն հայտնես Հայաստանի հաշվին։ Ու այդ շնորհակալությունը ոչ միայն բանավոր խոսքով է լինելու, այլ որոշակի հողային պահանջներով, տարածքների պահանջներով, Հայաստանի շարունակական ստորացման ու նվաստացման հաշվին, նորանոր ճանապարհային պահանջներ են դնելու, նորանոր տարածքների պահանջներ են դնելու եւ սա ավելանալու է։ 300,000 ադրբեջանցիների գաղափարից իրանք երբեք չեն հրաժարվի, ընդհակառակը կարող է դրանց հետո նորանոր պահանջներ 1 միլիոնի մասին էլ էին խոսում։ Մասնավորապես այդ Ոման Փաշազադեն ու մանը մենք տվեցինք, հիմա պահանջում են նաև Էչմիածնում, ինչ որ Ուչմիածին է հայտարարում։ Իր իշխանությունը հաստատի եւ այլն, չգիտեմ, պահանջ են դնում Հայաստանում նոր մսկիթներ կառուցել, այսինքն այս պահանջները անդադ ավելանալու են։ Պարոն Մանվելյան, մենք խոսում ենք ադրբեջանցիների մասին, որոնք հայերին համարում են թշնամի, այո, այդ մասին գրում են հենց ադրբեջանական կայքերը, եթե ադրբեջանական լրատվամիջոցները կարդացողներ կան, կտեսնեն, որ պարբերաբար գրում են, հա, ադրբեջանցի 3 կարևոր թշնամիները, հայերը, ռուսները, իրանցիները, բայց հայերը իհարկե իրենց առաջատար դիրքը չեն զիջում։ Բայց երբ որ Հայաստանի ներսում հասարակ հայ մարդը ոչ այնքան լավ կյանքով ապրող, հենց կատաղի ձևով պնդում է անում, որ հայ հոգևորականները վատն են, նրանք սատանա են, նրանցից պետք է ազատել եկեղեցին ու Փաշինյանի գաղափարակիրն է, հա, դառնում ենք, տեսնում ենք այդ չափազանց ջղայն ու ագրեսիվ դեմքով տատիկներին, պապիկներին, մորաքույրներին եւ քեռիներին, հա, ընծանոթ։ Սա ինչի մասին է խոսում, որ Ադրբեջանը հաղթել է մեզ նաեւ մեր ներսում։ Նայեք, սա խոսում է նաեւ որ նիկոլիզմ կոչված ինքը վերածվել է կրոնական որոշակի աղանդի։ Ու հերձվածները այս աղանդը շատ վտանգավոր է։ Եվ դրա համար իրենց պետք է եկեղեցին քանդեն, որտեղ պետք է որ հերձվածները այս աղանդը սկսի տիրել Հայաստանում։ Եվ այս մարդիկ ընդհանրապես այս հերձված աղանդի հետևորդներ են, ինչը իր ձևի մեջ շատ վտանգավոր է, որովհետև տանում է երկրի վերջնական քանդման եւ ոչնչացման։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի Ծառայելական Սուրբ Եկեղեցին մեր ասենք ազգային միակ մնացած ինստիտուտն է։
միակ այս պահին։ Մնացած բոլոր ինստիտուտները գտնում են իրենց վերահսկողության տակ։ Որպեսզի եկեղեցի ներսից կարողանան քանդել, իհարկե պետք է ստեղծի որոշակի աղանդ, որը սկսի այդ քանդման գործընթացը եւ ստեղծի աղանդ հերձվածներ, որը հետեւի նաեւ ոման նոր ինչ որ իրենց համար չգիտեմ ինչի է համատում էլի որոշակի կուլտ են ստեղծում, որի հետևից փորձում են գնալ։ Սա է խնդիրը։ Այդ կուլտին համաձայնվել են օգնել 10 սրբազանները, որոնք այո, միանշանակ սրանք տիրադավ անձիկ են, որոնք սեփական շահը իրանց կերած, իրանց բենթլիները, իրանց չգիտեմ կճոյանները հեկեր ունեն։ Հեկերը եւ այլն, որ նախընտրում են կանստե հավատը առ Աստված։ Նաեւ հայ ժողովրդի ապագան այդպես է ստացվում։ Հա, իրանք դավաճանել են եւ իրենց հավատը, Այսինքն ոչ միայն որպես հոգևորական, այլև որպես հայ մարդ, որպես տղամարդ իրենք Հա, իրանք վաղուց ամեն ինչից հրաժարվել են։ Հանուն իրենց այն գրփած, չգիտեմ, այն ամեն ինչի, ինչ որ իրանք ունեն։ Նայեք, սրանք շատ անազնիվ մարդիկ են։ Սա փաստ է, ու դրա մասին բազմաթիվ անգամ տարբեր լրատվամիջոցներ գրել են, որոնց նկատմամբ տարբեր լուրեր են եղել, որ նույն Նիկոլ Փաշինյանն է գրել։ Հա, հենց լրագրող եղած ժամանակ, ասենք թե նույն հայտնի Կճոյանի մասին ինքն էր առաջինը գրում։ Հիմա իրանք դարել են ժամանակավորապես, ես ժամանակավորապես այլ շեշտենք, դաշնակիցներ, ես համոզված եմ հաջորդ քայլով այդ վարչախումը սրանցել է ծախելու։ Բոլորին ովքեր հիշենք էլ այս վերջին 7 տարում բոլորը նրանք ովքեր ծառայել են սրանց շահերին, ինչ որ պահի երբ որ իրանք այլևս պետք չեն, հենց ուղղակի վաճառում են, կամ իրենց ստանում են բանտարկում են, կամ ուղղակի դուրս են շպրտում համակարգից ու վերջ։ Սրանց էլ են բոլորին դուրս են շպրտելու համակարգից, եւ որ իրանք այլևս պետք չլինեն գործող ռեժիմին։ Այդ հարցը պետք է քննարկվեր դեկտեմբերի 10-ից 12-ի եպիսկոպոսատ ժողովում տիրադավների, հա, ինչպես Միքայել Սրբազանը, Բաքրատ ու Արշակ Սրբազաններն էին նրանց բնորոշել, նրանց հարցը։ Սակայն նաև հրապարակը գրում է, հրապարակորաթերթը, որ ԱԱԾ-ն սոսկալի ճնշումներ է գործադրել Մայրաթոռի վրա, որ հանկարծ այդ եպիսկոպոսատ ժողովը չկայանա, հանկարծ տիրադավների հետ կապված որևէ լուծման չկա։ Նույնիսկ կոնկրետ հոգևորականների անուններ են նշել, ում պատրաստվում են պարզապես կալանավորել, ձերբակալել, որպեսզի այդ եպիսկոպոսած ժողովը կյանքի չկոչվի։ Ճիշտ էր արդյոք ժողովը անժամկետ հետաձգել է, թե ամեն դեպքում վեհապարը պետք է կոպիտ բնորոշում տամ վաբանկ գնար։ Գիտեք, ես վեհապարին խորհուրդներ տալ չեմ կարող, չգիտեմ որն է։ Փորձենք վերլուծել, ոչ թե խորհուրդներ տալ։ Դրա համար ինքը ինչ պետք է աներ, չգիտեմ։ Ես նաև ներ եկեղեցական sense կյանքին էլ լավ ծանոթ չեմ, էլի որ կարող եմ ասել։ Դա այստեղ փաստացի գործ ունենք, երբ ԱԱԾ-ն միջամտում է, եթե թերթի տեղեկատվություն ես համոզված եմ, որ ճիշտ է, որ գնացել է շատ ուժեղ ճնշում եկեղեցու նկատմամբ եւ իսկապես շատ հնարավոր է վախերը եղել է, որ կարող են շատերին դրսից եկող մուտքը փակել հոգեվորականներին։ Մուտքը փակեին, հա, ամեն ինչ անեն, որպեսզի եպիսկոպոսատ ժողովը չկայանա։ Այսինքն վախ են ունեցել, որ այս 10 հակառակ կողմը անցած հոգեվորականներին կարող են կարգալույծ անել։ Հա, միանշանակ եպիսկոպոսատ ժողովը, եթե կարգալույծ անել չէ, գոնե իրենց կարող էր հանել իրենց, ասենք ասեն, պաշտոններից, այսինքն թեմակալ առաջնորդ իրենք այլևս չեն։ Իսկ ինչու է Նիկոլ Փաշինյանն ուզում, որ նրանք շարունակեն պահպանել իրենց կոչումը։ Որտեվ իր համար կարևոր է, որպեսզի եկեղեցին քանդվի եւ քայքայվի։ Քան որ սա է խնդիրը, բարձր որ ինքը պետք է պաշտպանես մարդկանց, քանի չէր հասել իր նպատակին։ Հենց որ հասնի իր նպատակին, թե ասված չանի։ Բարձրից եպիսկոպոսները այլևս պետք չլինեն, կարող է շատ հնարավոր իրենց տանեն բանտերում փագեն։ Նավասարդ Կճոյանի, այո, բոլորին են 10-ին էլ ովքեր ստորագրել են այդ փաստաթղթի տակ, ովքեր Հայաստանում են։ Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում։ Ցանկացած բան, նույն ասենք թե այսպես կոչված Բալթյան երկրների եպիսկոպոսը Միրզախանյանը։ Այո, Ոմն Միրզախանյան, որը դեմ Վրաստանում վրացական համայնքում ժամանակին մեծ թվով նյութեր կային, որ ինքը ինչ կեղծիքներ եւ ինչեր է թույլ տվել իրեն։ Շատ տարբեր պատճառներ կային։ Ես համոզված եմ, այդ կոմպրոմատների ամբողջ փաթեթը իրենց մոտ կա եւ այդ կոմպրոմատների հաշվին իրենք որոշել են դառնալ տիրադավ, նախընտրելով ծառայել անձի, այլ ոչ թե Աստծուն։ Պարոն Մանվելյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Մեր ժամանակը սպառվեց։ Օրը թող բարի լինի, հաջողություն։